հերթական ընտրություններ որպես այդպիսին 25 թվականին նախատեսված չէր, բայց իրադարձությունները այնպես ստացվեց, որ 25 թվականին մենք ունեցանք 3 համայնքներում ունեցանք ընտրություններ եւ կարող եմ արձանագրել, որ ակտիվ, այսպես ենք, մրցակցային ընտրություններ տեղի ունեցան եւ եթե ամփոփելու լինենք, ըստ էության Գյումրի Փարաքար ընտրությունները, որոնք որ այդ համայնքների համամասնական տրակարգով ավական ընտրությունները, որոնք որ տեղի ունեցան մարտի 30-ին եւ արդեն նոյեմբերի 16-ին, այսինքն ընդամենը 1 ամիս առաջ տեղի ունեցան Վաղաշապատ համայնքի ավական ընտրությունները, ըստ էության մեզ համար ամենակարևորը, հարգելի լրագրողներ, որպես կենտրոնական ընտրական հանձնաժողով, ամենակարևոր փաստը այն էր, որ ընտրությունների արդյունքները ոչ համապատասխան, այսինքն 31 եւ 14 ընտրատարածքային հանձնաժողովներ չբողոքարկվեցին եւ դատական կարգով արդյունքները չբողոքարկվեցին։ Բնականաբար ընտրությունների ընթացքում լինում են թերություններ, խնդիրներ։ Ես դες կարող եմ հավաստիացնել, որ նույն Գյումրիի, Փարաքարի, Վաղաշապատի համայնքներում տեղի ունեցած ընտրությունների թերությունների խնդիրների, ասես ենք, չի եղել մեկ ահազանգ կամ որևէ այսպես խնդրի դիտարկում, որ անարձագանք մնա։ Եվ այսպես ասենք, մեր առաջնային մոտեցումը եղել այն օպերատիվ խնդիրը վերացնել, թերությունը վերացնել։ Սա կարծում եմ դուք եք նկատել։ Օրինակ ասենք Գյումրիում պաստառների հետ կապված ընտրությունների մեկնարկին պարզապես պաստառների հետ կապված խնդիր կար։ Բնականաբար շատ արագ լուծվել են այդ խնդիրները։ Կամ ասենք Վաղաշապատում ինչ որ խնդիրներ էին ի հայտ գալիս, արագ բոլոր չի եղել խնդիր, որը չլուծվի, իսկ եթե անգամ անհրաժեշտություն կար իրավական հետևանք, այսինքն այսպես են խնդիրը կամ արարքը ենթադրում էր նաև իրավական հետևանք, ապա այդ կոնկրետ ընտրական համակարգի ԿԸ-ի կողմից կամ կլինի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից այդ գործընթացը շատ արագ իրականացվել։ Բնականաբար, երբ որ երևույթներ օրինակ քրեաիրավական հարթությունում են, մենք ոչ կենտրոնական ընտրական հանձնաժողով կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն է, իրենք ոչ նախաքննության մարմին են, ոչ դատախազություն են, ոչ էլ դատարան, բայց մենք անմիջապես արձագանքել ենք եւ այսպես եմ արձագանքի արդյունքը ձեզ բոլորի հանրության տեսանելի եղել։ Ես չեմ ուզում որևէ այսպես ենք հիշատակել այն վարույթները, որոնք նախաձեռնել են, որովհետեւ ամեն դեպքում անմեղության կանխավարկածի հետ գործ ունենք, բայց որտեղ մենք խնդիր ենք տեսել, անմիջապես, եթե անհրաժեշտ է եղել կենտրոնական ընտրական հանձնաժողովից դատախազություն գրություն ուղարկվել, իսկ եթե ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի տիրույթում է եղել, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն է իրավապահներին դիմել։ Եվ որևէ դեպք չի մնացել անհետևանք։ Ես ուղղակի արձանագրային կարգով ասեմ, որ օրինակ Գյումրի ընտրությունների հետ կապված թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ստացել է 7 դիմում։ Այսինքն ամբողջ ընտրությունների ընթացքում ու դա եղել է մինչև քվեարկությունը, սա էլ արձանագրենք, այսինքն դա մինչև քվեարկությունը ստացված դիմումներն են։ Բնականաբար, ինչպես նշեցի, բոլոր օպերատիվ հարցերը արագ օպերատիվ լուծում են ստացել եւ բոլոր այն դեպքերում, երբ որ դիմումը նաև այսպես են օպերատիվ լուծում խնդիրը լուծելուց զատ նաև ենթադրել է
նաև քննություն, դիմումները տրվել են պատասխաններ եւ իրավական ընթացակարգը, որպեսզի ընտրությունների ամբողջականությունը եւ արդյունքների արժանահավատությունը որևէ կերպ կասկածի տակ չդրվի, դա ապահովել է։ Փարաքարի ընտրությունների հետ կապված դիմում բողոք ընդհանրապես չենք ստացել, դա ուղղակի արձանագրում։ Վաղարշաբաթի ընտրությունների ընթացքում ստացել ենք 3 դիմում։ Այսինքն սա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ստացած դիմումներն են։ Երկուսին բնականաբար գրավոր պատասխան է տվել, մեկով վարչական վարույթ է հարուցվել եւ վարչական կարգով է քննվել։ Պիտի նաեւ արձանագրեմ, որ վաղաշաբաթի ընտրությունների հետ կապված կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւս ստացել է դիմումներ։ Եվ դիմումների դիմումատուները դիտորդական կազմակերպություններից են եղել, մեկ այլ դիտորդական կազմակերպության գործունեության հետ կապված։ Հաշվի առնելով, որ ժամանակահատվածը այդ ժամանակ, երբ որ դիմումը վարչական վարույթով մենք պիտի քննարկեինք, ըստ էության ինքը շատ մոտ էր արդեն քվեարկության օրվան եւ գիտակցելով, որ եթե մենք հնարավորություն ունեինք կամ ուրբաթ օրը, այսինքն նոյեմբերի 14-ին դիմումը քննելու կամ 15-ին լռության օրը։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 14-ին քննելու դեպքում եւ եթե, այսպես ասենք, որովհետեւ մենք չենք բացառում, որ այդ դիմումի քննարկման ընթացքում կարող են նաեւ քաղաքական հայտարարություններ հնչել, որովհետեւ այսպես ասենք, դիմումի էությունը այն էր, որ մեկ դիտորդական կազմակերպությունը, մեկ այլ դիտորդական կազմակերպության մեղադրում էր քաղաքական չեզոքությունը խախտելու մեջ։ Եթե ուղղակի ես ձեզ համար տեղեկացնեմ, որ դիտորդական կազմակերպությունները իրավունք չունեն քաղաքական դիրքորոշում դրսևորելու։ Սա ուղղակի ընտրական օրենսգրքի 30 հոդված է։ Ավելի 23 հոդվածը դիտորդական կազմակերպություններին, դիտորդներին արգելում է զբաղվել նախընտրական քարոզչությամբ։ Եվ նոյեմբերի 15-ին մոտ 10 ժամանոց նիստ է տեղի ունեցել կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Դա բնականաբար ի սկզբանե լրատվամիջոցներ եկել էին նիստի, բայց մենք բոլորի ուշադրությունը հրավիրեցինք այն փաստի վրա, որ մենք լռության օրն է այդ նիստը տեղի ունենում, այսինքն լուսաբանելիս պիտի լրատվամիջոցները պահպանեին լռության օրվա հետ կապված կանոնները եւ խնդրել էին, որպեսզի ուղիղ հեռարձակում, եթե հնարավորության դեպքում տեղի չունենար, որովհետեւ այդ դեպքում ուղղակի ակամա լրատվամիջոցը ինքը ակամա, ասենք եթե որևէ նիստի ներկաներից որևէ մեկը քաղաքական հայտարարություններ աներ, ինքը ակամա լրատվամիջոցը եթե հեռարձակելու դեպքում ակամա այսպես խախտելու էր լռության օրը իր կամքից անկախ։ Մեր նիստը միշտ հեռարձակվում են։ Այդ օրվա նիստը ձայնագրվել է եւ ձայնագրությունը հրապարակվել է երկուշաբթի օրը։ Սա ուղղակի ու ես ուղղակի չգիտեմ, ունակ հետագայում դուք այդ որևէ մեկ այդ նիստի տեսագրությունը որևէ մեկին հետաքրքրել է, թե ոչ։ Բայց մեր համար կարևոր էր, որպեսզի դիտորդական կազմակերպությունների հետ
մենք այդ բաց զրույցը այն է, որ քաղաքական գործունեությամբ դիտորդական առաքելությունները չպետք է զբաղվեն։ Եթե որևէ հասարակական կազմակերպություն մտադիր է քաղաքական գործունեությամբ զբաղվել, դա իր իրավունքն է, բայց չպիտի գրանցվի որպես դիտորդական առաքելություն։ Այսինքն այս տարանջատումը, որ դիտորդական առաքելությունները չպիտի զբաղվեն քաղաքական գործունեությամբ, քարոզչություն չպիտի ծավալեն, վերջի, այսպես ասենք, մեր նիստի ավարտին դա ունեցանք այդ, ասենք, պայմանավորվածությունը։ Ավելին, ես տվյալ դեպքում այն խնդիրները, որոնք բարձրաձայնվեցին, խնդրի հասցեատեր դիտորդական առաքելություն ընդունեց, որ այդ խնդիրները, այդ մտահոգությունները, այսպես ասենք, անհիմն չեն, եւ իրենք պարտավորվեցին, որ հաջորդ օրը քվեարկությանը, իսկ քանի որ նիստը ավարտվել է լույս 16-ի գիշեր ժամը 3:00, եթե չեմ սխալվում, կամ 4, իրենք ուղղակի ասացին, որ այստեղից մի գնալու են միանգամից վաղաշաբաթ եւ այն ինչ խնդիրները բարձրացվել են, մենք բացառենք, որ նման, այսպես այդ խնդիրները, այդ նման, այսպես թերություն կամ խախտում տեղի ունենա։ Եվ արդեն քվեարկության ընթացքում ես պիտի ուղղակի արձանագրեմ, որ այդ ձեռք բերված պայմանավորվածությունը դիտորդական առաքելությունների հետ պահպանվել է։ Այսինքն դիտորդական առաքելության դիտորդները տեղամասերում, այսպես ասենք, հնարավորինս զերծ են մնացել քաղաքական, նույնիսկ թաքնված քարոզչություն իրականացնելուց։ Այստեղ, այսինքն այն ինչ որ մեր համար կարևոր էր, որպեսզի այդ, տեսեք, դիտորդական առաքելությունները հանրային վերահսկողության ամենակարևոր սուբյեկտն են իրենք, հանրային վերահսկողություն իրականացնողը իրենք են ընտրություններում, եւ այդ ինստիտուտի կայացվածությունը մեզ բոլորիս համար շատ կարևոր է, շատ կարևոր է, որպեսզի առաքելությունները գործեն չեզոքության դիրքերից եւ, այսպես ենք, օբյեկտիվության տեսանկյունից իրենց դիտարկումները կասկածի տակ չդրվեն։ Մեզ համար որպես ԿՀԻ շատ ես միշտ դիտորդների հետ կազմակերպությունից շվեդ ես ասում եմ, ինձ համար ամենացանկալի տարբերակն է, որպեսզի մենք կարողանանք մեր տեղական դիտորդների դիտարկումները ոչ թե, այսպես ասենք, ընդունենք որպես օբյեկտիվ իրողություն, այսինքն այդ վստահությունը այնպիսին լինի, որպեսզի մենք այլ, այսպես ասենք, երբ որ ահազանգը ստանում ենք, մեզ մոտ կասկած չունի, արդյոք նման բան տեղի է ունեցել իսկապես թե ոչ։ Բնականաբար մենք ստուգում ենք, բայց մեզ համար ամենացանկալին, որպեսզի այդ լրելային գործընկերությունը կայանա ու կարող եմ ասել, որ այս պահին մենք դրական ընթացքով ենք այս ուղղությամբ շարժվում, այսինքն մեկ-մեկու նկատմամբ հարգանքով եւ գործընկերային, այդպես ասեմ, գործընկերային, այսինքն խնդիրները գործընկերային քննարկում, այդ թվում նաեւ երկուստեք գույքագրում ենք օրենսդրության հետ կապված բացերը կամ այսպես ասենք թերությունները, որպեսզի հետագայում երբ որ ընտրական օրենսգրքի, այսպես ասենք, եւս մի շրջապուկ լինի ունակ վերհանված թերություններին անդրադառնալու, այդ շրջանում անդրադառնանք։ Ինչպես դա եղավ 22-24 թվականներին, այդ այսինքն ազգային ժողովի 21 թվականի ազգային ժողովի ընտրություններից հետո։ Ենթադրվում է, որ 26 թվականի ազգային ժողովի ընտրություններից հետո էլ արդեն եւս գույքագրված խնդիրներից հետո ապագա խորհրդարանը
այսպես ասենք, այդ խնդիրներին կանդրադառնալ։